Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերն են USR Media-ի YouTube-յան ալիքում եւ այսօր պատմելու ենք արդեն Լոս Անջելեսում տեղի ունեցող իրադարձությունների 5-րդ օրվա մասին։ Թրամփի վարչակազմն այսօր ԱՄՆ ծովային հետևակի զորքերին է ուղարկել Լոս Անջելես ի պատասխան դաշնային ներգաղթի խուզարկությունների դեմ անցկացվող բազմօրյա բողոքի ցույցերին։ Հյուսիսային հրամանատարությունը հրապարակել է լուսանկարներ ցուցադրելով ծովային հետևակների պատրաստումը դեպի քաղաք տեղակայվելու համար։ Պաշտոնյաները հայտնել են, որ հարավային Կալիֆոռնիայում տեղակայված շուրջ 700 ծովայիններ Լոս Անջելես են հասել այսօր առավոտյան։ Այս տեսագրությունը երեկվա դեպքերից են սկզբում ոստիկանությունը հայտարարեց, որ հավաքն ապօրինի է, ապա անցավ գործողությունների փորձելով ցրել մարդկանց, որոնք հավաքվել էին Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող դաշնային կալանավայրի առջև, որտեղ պահվում են ներգաղթյալները։ Միևնույն ժամանակ ազգային գվարդիայի ուժերը կազմել էին մարդկային պատ շենք մուտք գործելու փորձերը կանխելու համար։ Այս զինծառայողները կազմավորում էին այն 2000 հոգանոց խմբի մի մասը, որը Թրամփը շաբաթ օրն էր ուղարկել քաղաք։ Երեկ Պենտագոնը հաստատեց, որ այդ թիվը կրկնապատկվելու է, հասնելով 4000-ի։ Թրամփն էլ հայտարարել է, որ աջակցում է իր սահմանային հարցերով անձնակատար Թոմ Հոմանի առաջարկին Նյուսոմին ձերբակալելու, վարչակազմի ներգաղթի միջոցառումները խոչընդոտելու հնարավոր մեղադրանքով։ Այս պահի դրությամբ Թրամփի վարչակազմը ապստամբության մասին օրենքը չի կիրառում։ Այդ 1807 թվականի օրենքը նախագահին հնարավորություն է տալիս զորքերը ներգրավել քաղաքացիական իրավապահ գործունեության մեջ։ Վերջին անգամ այն կիրառվել էր 1992 թվականի նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշի կողմից Լոս Անջելեսի Ռոդնի Քինգի գործով անկարգություններին ի պատասխան։ Սակայն առանց այդ օրենքին հղում անելու Թրամփն ունի իրավասություն ծովայիններին տեղակայելու որոշ օրենքների հիման վրա կամ իր որպես գերագույն գլխավոր հրամանատարի լիազորություններով։ Թեև զինված ուժերը նախկինում տեղակայվել են երկրի ներսում խոշոր բնական աղետների ժամանակ, ինչպես օրինակ Քաթրինա փոթորիկի դեպքում, քաղաքացիական անկարգությունների պայմաններում բանակի օգտագործումը չափազանց հազվադեպ երևույթ է։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրատապ հայց է ներկայացրել դաշնային դատարան պահանջելով դադարեցնել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Լոս Անջելես ուղարկված շուրջ 4000 ազգային գվարդիայի եւ 700 ծովային հետևակի զինծառայողների ներգրավումը ներգաղթի խուզարկություններին։ Նյուսոմը նախազգուշացրել է, որ այս քայլը միայն կսրի լարվածությունը եւ կխորացնի քաղաքացիական անկարգությունները։ Նահանգապետի հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ Պենտագոնը փոխել է ազգային գվարդիայի զինծառայողների նախնական առաջադրանքը։ Սկզբում նրանք պետք է պաշտպանեին դաշնային շենքերը, սակայն վերջին տեղեկություններով նրանք կարող են ներգրավել խուզարկությունների վայրերի շուրջ փողոցների եւ տարածքների ապահովման գործում, ինչը Նյուսոմի չի կարող չհանգեցնել լարվածության աճի։ Ծովային հետևակի գեներալ Էրիկ Սմիթը հայտարարել է, որ ստորաբաժանումները դեռևս չեն ներգրավել բողոքի ակցիաների տարածքում, այլ այնտեղ են միայն պաշտպանելու դաշնային անձնակազմն ու ունեցվածքը։ Գեներալ Սմիթը ընդգծել է, որ նրանք չունեն ձերբակալման իրավասություն։ Բացի այդ, Կալիֆոռնիայի ռազմամարզային վարչության իրավական խորհրդական Փոլ Էքը հայտնել է, որ Պենտագոնը Կալիֆոռնիայի ազգային գվարդիային հանձնարարել է աջակցել ներգաղթի գործողություններին, ապահովելով տարածքները, որտեղ իրականացնում են IC գործողությունները, սակայն առանց բուն ներգրավման ձերբակալությունների կամ խուզարկությունների ընթացքում։ Հրամանատարության հաղորդմամբ ծովային հետևակի ուժերը նախապես վերապատրաստվել են լարվածության նվազեցման, բազմության վերահսկման եւ ուժի կիրառման կանոնների հարցում, սակայն գործող ուժերի օգտագործումը երկրում շարունակում է առաջացնել լուրջ իրավական հարցեր։ Ծովային հետևակայինները մարտական փորձ ունեցող բարձր պատրաստվածությամբ զինվորներ են, որոնք ծառայել են Սիրիայում եւ Աֆղանստանում, սակայն այժմ նրանց առջեւ այլ խնդիր է դրվելու։ Հնարավոր է նրանք պետք է արագ արձագանքեն ցուցարարների կողմից նետվող գազային բալոններին կամ պաշտպանեն ներգաղթի գործակալներին ամբոխից։ Նրանք զինված են լինելու իրենց սովորական զինատեսակներով։ Նրանք ունենան նաև պաշտպանիչ հանդերձանք, սաղավարտներ, վահաններ եւ գազային դիմակներ։ Արտերկրում զինվորների արձագանքման պայմանները սահմանվում են ռազմական ներգրավման կանոններով, իսկ երկրի ներսում ուժի կիրառման մշտական կանոններով, որոնք պետք է հաստատի հյուսիսային հրամանատարությունը։ Յուրաքանչյուր զինվոր պետք է ստանա քարտ, որտեղ գրված կլինի ինչ է թույլատրվում եւ ինչ ոչ։ Օրինակ, նախազգուշական կրակոցներն արգելված են։ Փոխարենը նշվում է, որ զինվորները պետք է նախ փորձեն նվազեցնել լարվածությունը, սակայն իրենք իրավունք ունեն ինքնապաշտպանության նպատակով գործել։ Պենտագոնում նաև մշակվում է հուշագիր, որը պարզ ու հստակ կսահմանի ինչ քայլեր կարող են ձեռնարկել ծովայինները դաշնային գույքն ու անձնակազմը պաշտպանելու համար։ Այդ ուղեցույցը ներառելու է նաև ժամանակավոր ձերբակալման հնարավորությունը այն դեպքում, երբ զինվորների դեմ հարձակում կլինի կամ վտանգի կանխարգելման նպատակով։ Այդ միջոցառումներն ընդգրկում են քաղաքացիական անձանց ժամանակավոր ձերբակալությունը, մինչև նրանց հնարավոր լինի փոխանցել իրավապահ մարմիններին։ Այսօր Լոս Անջելեսի բիզնեսները սկսել էին մաքրման աշխատանքները նախորդ գիշերվա անկարգություններից հետո։ Դա տեղի էր ունենում նախագահ Դոնալդ Թրամփի արտաքսման քաղաքականության դեմ ուղղված զանգվածային բողոքի 5-րդ օրը։
Նախագահի հրամանով արդեն քաղաքում են հարյուրավոր ծովային հետևակայիններ։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կտրուկ դեմ է հանդես եկել այդ տեղաբաշխումներին, հայտարարելով, որ դրանք ունեն քաղաքական դրդապատճառ։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը ընդգծել է, որ դաշնային միջամտությունը արդարացված չէ։ Սա հարկավոր չէ։ Դաշնային վարչակազմը խլել է նահանգի ինքնիշխանությունը մեր նահանգապետ Գևին Նյուսոմից։ Մենք երբեք չենք էլ դիտարկել ազգային գվարդիան կանչելու տարբերակը։ Եթե անգամ այդպիսի հարց լիներ, նահանգապետը պատրաստ կլիներ արձագանքել։ Երբ այսօր Թրամփին հարցրել են, թե որքան ժամանակ կշարունակվի զորքերի տեղակայումը, նա պատասխանել է. «Մինչև վտանգ չլինի»։ Դա շատ պարզ է։ Երբ վտանգ չլինի, նրանք կհեռանան։ Թրամփը նաև չի բացառել ապստամբության մասին օրենքի կիրառումը, որը նախագահային իրավունք կտա ներպետական ռազմական միջամտություն ապստամբության կամ անկարգություններ ճնշելու համար։ Եթե դա ապստամբություն է, անպայման կկիրառեմ։ Տեսնենք։ Բայց կարող եմ ասել, նախորդ գիշերն ահավոր էր։ Դրանից առաջ գիշերն էլ էր նույնը։ Մինչդեռ նահանգի կոնգրեսի դեմոկրատները դատապարտել են Թրամփի որոշումը, ահազանգելով նախագահի գործադիր իշխանության սահմանները փորձարկելու մասին։ Կալիֆոռնիայից կոնգրեսական Ջիմի Գոմեսն ասել է. «Սա առաջնորդություն չէ, սա միտումնավոր փորձ է սրելու անկարգությունները, փորձարկելու գործադիր իշխանության սահմանները եւ շեղելու ուշադրությունը վարչակազմի ապօրինություններից»։ Լոս Անջելեսում բողոքի ակցիաների 5-րդ օրը ձերբակալություններով է անցնում։ Ժամը 2-ից քիչ անց Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է, որ դաշնային շենքի դիմաց հավաքը ապօրինի է եւ կարգադրել է հավաքվածներին ցրվել։ Ցույցը տեղի էր ունենում Ալամեդա փողոցի, Ալիսոյի եւ Թեմփլ փողոցների հատվածում։ Ոստիկանությունը նախազգուշացրել է, որ թույլատրված է ոչ մահացու զինատեսակի կիրառումը, իսկ ցուցարարները, ովքեր չեն ենթարկվում, կձերբակալվեն։ Արդեն ժամը 3-ի սահմաններում իրավապահները սկսել են ձերբակալությունները։ Միևնույն ժամանակ ցուցարարները խախտել էին 101 մայրուղու երթևեկությունը, որտեղ տեղի էին ունենում բախումներ ոստիկանության հետ։ Բողոքի ակցիայի մասնակիցներից շատերին ձերբակալել են։ Երեկվա գիշերվա անկարգություններից հետո, որոնք ուղեկցվում էին որոշ թալանով ու կույքի վնասմամբ Լոս Անջելեսի կենտրոնում, ավելի քան 100 մարդ է ձերբակալվել, հիմնականում ցրվելու հրամանին չհնազանդվելու մեղադրանքով։ Ինչպես արդեն նշեցի, ցույցերին զուգահեռ ակտիվացել են նաև գողությունները։ Երեք դաունթաունում թալանվել են մի շարք խանութներ, որոնց թվում էին Apple-ը եւ CVS-ը։ Այսօր այս թեմային է անդրադարձել քաղաքապետ Բասը։ Երեք գիշերը մենք ականատես եղանք բռնությունների, վանդալիզմի, վնասարար գործողությունների եւ դրա նկատմամբ որևէ հանդուրժողականություն չի կարող լինել։ Ես չեմ կարծում, որ այն անձինք, որոնք մեր քաղաքում բռնություններ են գործում կամ գույք են վնասում, իրականում պաշտպանում են ներգաղթյալներին։ Նրանք ունեն լրիվ այլ օրակարգ։ Եթե դուք իսկապես պաշտպանում եք ներգաղթյալներին եւ նրանց իրավունքները, ապա դուք չէիք վնասի այն քաղաքը, որտեղ նրանք ապրում են։ Իսկ նրանք, ովքեր ներգրաված են այս գործողություններում, կձերբակալվեն եւ պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։ Եվ թող ոչ ոք չմտածի, որ եթե գիշերը տուն է գնացել, այլևս ազատվել է պատասխանատվությունից։ Քննչական գործողություններն ընթանում են եւ ինձ վստահեցրել են, որ կլինեն հետագա ձերբակալություններ։ Ուզում եմ, որ դուք իմանաք, տեղի ունեցած բռնությունները ստիպել են Լոս Անջելեսի ոստիկանությանը լրացուցիչ ուժերի կարիք ունենալ, բայց դա չի նշանակում, որ մեզ դաշնային օգնություն էր պետք։ Մենք շրջան ենք, որում կա 88 քաղաք։ Այդ քաղաքներից շատերն ունեն իրենց ոստիկանության բաժինները։ Բացի այդ ունենք նաև շերիֆի բաժին։ Եվ մենք արդեն ստացել ենք աջակցություն Կալիֆոռնիայի ճանապարհին պարեկներից, ինչպես նաև Օրինջ Քաունթիից, Սան Բեռնարդինոյից, Ռիվերսայդից, Սանտա Բարբարայից, Վենտուրայից եւ այլ իրավապահ մարմիններից ամբողջ շրջանից։ Հիմա, երբ նրանք ամբողջությամբ տեղակայված են, մենք ստեղծել ենք միավորված հրամանատարություն Լոս Անջելեսի ոստիկանության եւ ոստիկանապետ Մակդոնալդի գլխավորությամբ։ Սա թույլ կտա ավելի արագ արձագանքել իրավիճակներին, հատկապես այն դեպքերում, երբ խմբերը բաժանվում են եւ անկարգությունների նոր գոտիներ են ստեղծում։ Պաշտպանության նախարար Փեթ Հեքսեդը այսօր սուր հարցադրումների ու քննադատությունների է ենթարկվել օրենսդիրների կողմից, ովքեր պահանջել են բացատրություններ Լոս Անջելեսում զորք տեղակայելու որոշման վերաբերյալ։ Զորքի տեղակայման հարցը հրահարել է մի քանի բուռն փոխադարձ մեղադրանքներ, երբ Հեքսեդն ու ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի անդամները բարձր ձայնով վիճել են։ Երբ երկարատև հարցադրումների ընթացքում անդրադարձ եղավ ազգային գվարդիայի ու ծովային հետևակի Լոս Անջելեսում տեղակայման արժեքին, Հեքսեդը դիմեց ֆինանսական պաշտոնակատար Բրին Վոլակոտ Մակդոնալին, ով հայտարարեց, որ այդ գործողության արժեքը կազմում է $134 միլիոն։ Հեքսեդը պաշտպանեց Թրամփի որոշումը, ասելով, որ զորքը անհրաժեշտ է դաշնային գործակալներին իրենց աշխատանքը անվտանգ կատարելու համար։ Հեքսեդն ընդգծել է, որ ծրագրված է զորքերի տեղակայումը 60-օրյա ժամկետով։ Որն է ներկայումս Կալիֆոռնիայում տեղի ունեցող իրադարձությունների ծախսը եւ ինչպես է դա ազդելու բյուջեի վրա կամ այն բյուջեի վրա, որով ներկայումս աշխատում են։
Լոս Անջելեսում մենք հավատում ենք, որ ICE-ը, որպես դաշնային իրավապահ գործակալություն, իրավունք ունի անվտանգ կերպով իրականացնել իր գործողությունները երկրի ցանկացած նահանգում եւ իրավասության ներքո, հատկապես երբ նախորդ վարչակազմի օրոք մեր սահմանը հատել են 21 միլիոն ապօրինի միգրանտ։ ICE-ը պետք է կարողանա կատարել իր աշխատանքը, լինի դա Մինեապոլիսում, թե Լոս Անջելեսում։ Սահմանափակ ժամանակ ունենք, խնդրում եմ պատասխանել բյուջեի մասին հարցին, շնորհակալություն։ Դուք հարցրեցիք Լոս Անջելեսի իրավիճակի մասին։ Ոչ, ես հարցրել եմ բյուջեի մասին։ Մենք վստահ ենք, որ ICE գործակալները պետք է կարողանան անվտանգ կատարել իրենց գործողությունները, այդ պատճառով մենք տեղակայել ենք ազգային գվարդիա եւ ծովային հետևակի ստորաբաժանումներ նրանց պաշտպանելու համար, որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց ծառայողական պարտականությունները։ Լոս Անջելեսում ներգաղթի հարցերի շուրջ բողոքի ցույցեր է լուսաբանող CNN-ի թղթակիցը եւ նրա նկարանող խումբը կարճ ժամանակով ձերբակալվել են, ինչը բարձրացրել է մտահոգություններ, արդյոք իրավապահ մարմինները թիրախավորում են լրագրողներին։ CNN-ի ցուցադրած տեսանյութում երևում է, թե ինչպես է թղթակից Ջեյսոն Քերոլը ոստիկանության սպայի հետ զրուցում, որն ասում է, որ չնայած լրագրող լինելու հանգամանքին նրանք պետք է հեռանան տարածքից, հակառակ դեպքում կձերբակալվեն։ Քերոլը նշել է, որ իրեն խնդրել են ձեռքերը դնել մեջքի հետևում, եւ թեև ձեռնաշղթաներ չեն օգտագործվել, ոստիկանները բռնել են նրա ձեռքերը դուրս բերելով ցուցարարների տարածքից։ Նման միջադեպը միակ դեպքը չէր։ Կիրակի ավստրալիացի լրագրող Լորեն Թոմասին ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումների ժամանակ գնդակահարել են ռետինե փամփուշտով ոտքին, երբ ուղիղ եթերում էր։ Իսկ մեկ այլ բրիտանացի լուսանկարիչ վիրավորվել էր շաբաթ օրը եւ դեռևս գտնվում է հիվանդանոցում վիրահատության ենթարկվելուց հետո։ Միացյալ Նահանգների ազգային լրատվամիջոցների ակումբը խստորեն դատապարտել է այս դեպքերը, կոչ անելով Լոս Անջելեսի ոստիկանապետին եւ շրջանի շերիֆին դադարեցնել լրագրողների նկատմամբ ճնշումները եւ երաշխավորել մամուլի ազատ գործունեությունը։ Լոս Անջելեսի փողոցներում բողոքի ցույցերի ժամանակ մեքենաների այրումը, ցուցարարների կողմից ոստիկանների վրա քարեր նետելը եւ ոստիկանների արձակած արցունքաբեր գազն ու ռետինե փամփուշտները հիշեցնում են այն օրերը, երբ նախագահը 1992-ին ազգային գվարդիա էր ուղարկել քաղաք բռնությունը զսպելու համար։ Սակայն այս օրերի ներգաղթի խստացումների դեմ ցույցերը մասշտաբով բոլորովին տարբեր են 1992 թվականի անկարգություններից, որոնք ծագել էին այն բանից հետո, երբ 4 սպիտակ ոստիկաններ արդարացվել էին սևամորթ վարորդ Ռոդնի Քինգին ծեծելու գործով։ Այն ժամանակ նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը կիրառել է ապստամբության մասին օրենքը եւ զորքեր է ուղարկել Լոս Անջելեսի քաղաքապետ Թոմ Բրեդլի եւ նահանգապետ Փիթ Ուիլսոնի պահանջով։ Իսկ այս անգամ նախագահ Դոնալդ Թրամփն առանց քաղաքապետ Քերեն Բասի եւ նահանգապետ Գևին Նյուսոմի համաձայնության է Լոս Անջելես ուղարկել 4000 ազգային գվարդիայի զինվոր եւ 700 ծովային հետևակային։ 92 թվականի ապրիլի 29-ին ոստիկանների արդարացման վճիռը առաջացրել էր գրեթե 1 շաբաթ տևած բռնություններ։ ԱՄՆ պատմության մեջ ամենամահաբեր անկարգություններից մեկը։ Հարյուրավոր բիզնեսներ էին թալանվել, ամբողջ թաղամասեր էին այրվել եւ ավելի քան 60 մարդ զոհվել էր, հիմնականում Լոս Անջելեսի հարավում, որտեղ բնակչության մեծ մասը այդ ժամանակ սևամորթներ էին։ Ի տարբերություն 1992-ի 2025-ի ներգաղթի դեմ ցույցերը կենտրոնացած են Լոս Անջելեսի կենտրոնում ընդամենը 5 թաղամաս տարածքում, զոհեր չկան։ Որոշ մեքենաներ այրվել են, եղել են գրաֆիտիներ, վնասվածքներ, սակայն բնակելի տներ կամ ամբողջական շենքեր չեն այրվել։ 100-ից ավելի մարդ է ձերբակալվել ցույցերից չհեռանալու, կողոպուտի, ոստիկանների վրա հարձակման եւ նույնիսկ մոլոտովի կոկտեյլ նետելու մեղադրանքով։ Թեթև վնասվածքներ են ստացել եւ ոստիկաններ, եւ ցուցարարներ, այդ թվում լրագրողներ։ 1992-ի դեպքերը նաեւ վեր էին հանում տարիներով կուտակված ռասայական լարվածությունները։ Սևամորթ բնակիչներն իրենց ճնշված էին զգում ոստիկանների վերաբերմունքից եւ հաճախ դժգոհում էին նաեւ կորեացի վաճառականներից, ովքեր հաճախ էին իրենց կասկածուն գողության մեջ։ Այդ պատճառով անկարգությունների ժամանակ բռնությունները տարածվեցին նաև Կորեաթաունի վրա։ Շատ կորեացի վաճառականներ ստիպված էին զենքով պաշտպանվել։ Այսօրվա համար առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։